Եղեցի լույս, ավ է։ Ավ է, ես Աղվան Ասոյանն եմ ու այստեղ մենք խոսում ենք պատմության ինչուներից, ինչպեսներից, հայտնի ու անհայտ դեմքերից, մի խոսքով այն ամենից, ինչ հետաքրքիր է կամ կարող է հետաքրքիր լինել։ Վերջերս թշնամիներից հաճախ են խոսում, բայց երբևէ պատկերացրել եք մի թշնամի, ում կփառաբանի հակառակ ճամբարը։ Իսկ այդպիսին եղել է պատմության մեջ։ Քրիստոնյաների ամենասիրելի մուսուլմանը, իդեալական կառավարիչ, մուսուլմանական օրինակելի թշնամի, ապագա ասպետական վեպերի հերոս, որին կարելի է եւ պետք է հավասարվել, կամ կարճ ասած Սալահ ад-Դին։ Ու հետաքրքրականն այն է, որ նրա մեզ հայտնի կերպարը ստեղծվել է ոչ թե արևելքում կամ, չգիտեմ, մուսուլմանական աշխարհում, այլ հենց արևմուտքում, նրա ողերին թշնամիների գրականությունում։ Հիմա, որն է այդ կերպարի իրական կողմը ու որն է PR-ը։ Իրականում կողմնորոշվել է բավականին բարդ է, այդ պատճառով կներկայացնենք երկուսն էլ։ Հիմա, ինչպես է ստացվում, որ բոլոր նրանք, ովքեր խանգարում էին Սալադինի իշխանության ճանապարհին, հանկարծակի մահանում էին։ Ինչու նա մահապատժի ենթարկեց փիլիսոփաներին, ինչու էր գլխատում գերիներին, ինչպես ստացվեց, որ խաչակրաց արշավանքների դարաշրջանի ամենահայտնի պատմությունը իր ռոմանտիկ միամտությամբ դարձավ երկու հակառակորդների՝ Սալադինի եւ Ռիչարդ Արությունսերտի ասպետական ընկերությունը, որը սկսվեց զանգվածային սպանությունների համատեղ պատասխանատվությունից։ Եվ վերջապես, ինչու Սուրբ Հողում քրիստոնյա ասպետների ամենավտանգավոր հակառակորդը եվրոպացիների համար վերածվեց գրեթե հերոսի։ Հիմա, խոսենք կաթոլիկ եկեղեցու ամենամեծ այբից՝ խաչակրաց արշավանքներ։ Գրեթե 200 տարվա ընթացքում եվրոպացիները կատարեցին 8 խաչակրաց արշավանք։ Ու եթե առաջինը քչի շատից հաջող էր, մնացած 7-ը տապալեցին։ Առաջին խաչակրաց արշավանքը եղել է միակ հաջողվածը։ Ու այդ դեպքում էլ ոնց ասեմ, բախտերը բերեց ուղակի։ Եթե խաչակիրները մերձավոր արևելք ժամանային գոնե մի սերունդ, դες մի 25 տարի շուտ, նրանք կբախվեին հզոր սելջուկյան կայսրությանը, եթե 25 տարի ուշ զանգիների հզոր պետությանը։ Եվ այդ երկու հանդիպումներն ամենայն հավանականությամբ վատ կավարտվեին։ Իհարկե, դիվան քշող կոնսպիրոլոգները վաղուց պարզել են, որ պարզապես խորամանկ չար ու թարախ եվրոպացիները նախորդ պատվիրել էին սուլթանի սպանությունը, բայց բնականաբար ոչ մի ապացույց չկա դրան։ Կան շատ ավելի հավաստի վարկածներ, բայց այդ իհարկե ոչ ոքի չի հետաքրքրում։ Ընդհանրապես, այդ վարկածն ինձ էլ է դուր գալիս, այդպես հետաքրքիր սյուժե է, էլի, բայց այդ ամենատարածված միֆը չի։ Շատ ավելի հաճախ կարելի է լսել պատմություն, թե ինչպես խաչակիրների կողմից Երուսաղեմի գրավումը միավորեց մուսուլմաններին, ու նրանք անմիջապես սկսեցին համախմբվել օտարների դեմ սուրբ պատերազմի, դες մինի ջիհադի շուրջ, էլի։ Ընդհանրապես ջիհադը հոգևոր պայքարի մասն է, իսկ հեթանոսների սպանությունը դες երկրորդական բան էր։ Իսկ Երուսաղեմը, չնայած որ իսլամում երրորդ կարևոր քաղաքն է, Մեքքայից եւ Մադինայից հետո, տնտեսական, մշակութային ու քաղաքական կենտրոն լինելու առումով զգալիորեն զիջում էր, ասենք, Բաղդադին, Կահիրեին կամ ասենք նույն Դամասկոսին։ Իսկ Պաղեստինն ընդհանրապես մուսուլմանական աշխարհի ծայրամաս էր։ Հետևաբար քաղաքի գրավումը առանձնապես ոչ մեկի վեճը չէր։ Առաջին 50 տարիներին եվրոպացիները հանգիստ խախանց ստեղծում էին իրենց խաչակրաց կայսրությունները տարածաշրջանում եւ շատերի հետ ֆրանկները, ինչպես այնտեղ անվանում էին բոլոր եվրոպացիներին, առևտուր էին անում, դες գիտելիքների փոխանակում կատարում, շաբաթօրինը խնձորով կալյան էին ծխում եւ այլն։ Տեղի կառավարիչներից մենակ մի հոգու էս վիճակը հեշտ դուր չէր գալիս։ Իմադ ад-Դին Զանգին, խաչակիրների թշնամին։ Իմադ ад-Դին Զանգին, ով իր ամբողջ կյանքում կռվել է տենց այն մյուս մուսուլմանների հետ, որը ժամանակից երևի տենց հոգնել էր դրանից ու որոշել, որ իր իշխանությունը տարածելու այլ եղանակ պետք է փորձել, համոզել մարդկանց նրանց սպանելու փոխարեն։ Դա սկսեց բոլորին հրամցնել այն գաղափարը, որ կես դար առաջ Երուսաղեմի գրավումը սարսափելի վիրավորանք եւ սպառնալիք է ամբողջ իսլամական աշխարհի համար։ Եվ ընդհանրապես ինքը հեսա ցույց կտա, թե որտեղից էր պատրաստվում հարձակումը Բաղդադի վրա։ Նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում իսլամի քարոզիչները սկսեցին այդպես բուստ անել սուրբ պատերազմի գաղափարը։ Մինչդեռ նրա մյուս քարոզիչները հարևաններին բացատրում էին, որ ախպեր Զանգին իրականում չի ցանկանում աբսոլյուտ իշխանություն, որովհետև դա իր պետք չի էլի, բայց դե եթե ոչ նա, ապա ով կպաշտպանի մուսուլմանական հավատը եւ կվռնդի ֆրանկներին սուրբ հողերից։ Դա բայց այդ կուտը քիչ մարդ կերավ, չնայած Զանգին կրում էր Իմադ ад-Դին, այսինքն հավատի սյուն տիտղոսը, նա այդ դերին տես մեղմ ասած այդքան էլ չէր համապատասխանում, քանի որ այդ նույն իսլամի պաշտպանի ամբողջ կյանքի զբաղմունքը
հարբեցողություններ ու ջիհադի առաջնորդի դերի համար դա այդքան էլ պիտանի չէր։ Իդեպ, նա մահացավ հենց իր հարբեցող լինելու պատճառով։ Մի ստրուկ ուղղակի դες վախեց սպանեց իրան հերթական խնջույքից հետո։ Էշնահատակ էլի։ Այնուամենայնիվ Զանգին կարողացավ խաչակիրների հետ վերցնել Եդեսյան։ Գրավեց գրեթե ամբողջ Սիրիան եւ ընդհանրապես դառավ իրենց գեղի հերոսը։ Հեչ ոչ չէ մենակ նրա համար, որ Եդեսիայի անկումով սկսվեց մի շրջան, երբ մուսուլմանները տենց արևելքում պաշտպանությունից անցան հարձակման։ Ամեն դեպքում հենց այդ հետաքրքիր անձնավորությունը Զանգին իր ժամանակին փրկեց Բաղդադի խալիֆայության հրամանատարներից մեկին։ Զանգին նրա հետ ինչ-որ վեճեր ուներ եւ այդ նույն հրամանատարը ի վերջո անցավ նրա կողմը, իր հետ տանելով ամբողջ ընտանիքը։ Հենց այդ ընտանիքում, Զանգիի արքունիքում, Զանգիի բանակում ծնվեց մեր այսօրվա հերոսը, որին անվանեցին Յուսուֆ եւ ով պատմության մեջ կմտնի Սալահադին կամ Սալադին անունով։ Նրա հարազատները մասնակցում էին Զանգիի բազմաթիվ մարտերին, արշավանքներին, մինչդեռ ապագա Սալադինը զբաղվում էր բավականին արտասովոր գործերով։ Ըստ կենսագիրների ամրոցի Պարետի որդին, ապագա մարտիկը, զբաղվում էր ոչ թե այդպես սուսերամարտով, կառավարմամբ կամ ռազմավարությամբ, այլ Ղուրանի հռետորաբանության եւ պոեզիայի ուսումնասիրությամբ։ Իբր միջնադարի ամենաարնախում ու տաղանդավոր հրամանատարներից մեկը իր 50 տարվա կյանքից 30-ը նվիրել էր պոեզիային, որպեսզի հետո հանկարծ դառնա մեծ զոր հրամանատար, առաջնորդելով մուսուլմանների հաղթանակած բանակները։ Դե բայց ռազմական գործի հանդեպ հետաքրքրություն չունենալը նրա կերպարի որոշակի իդեալականացման փորձ է, հատկապես նրա վաղ տարիների մասին։ Բայց փիլիսոփայությունը եւ աստվածաբանությունը նրան իսկապես հետաքրքրում էին, ու դրանով իսկապես շատ լրջորեն զբաղվում էր մարդը։ Օրինակ, կյանքի վերջում նա մահապատժի ենթարկեց մի փիլիսոփայի միայն այն պատճառով, որ վերջինս մշակել էր իսլամը նախաիսլամական փիլիսոփայության ավանդույթի հետ համատեղելու ինչ-որ հայեցակարգ։ Ընդհանրապես, այն ժամանակ արդեն իսկ ապակենտրոնացված իսլամը ապրում էր իր ամենահուժկու սեպարացիայի տարիները։ Բացի սուննիներից եւ շիաներից գոյություն ունեին հարյուրավոր փոքր աղանդներ ու ուղղություններ։ Եվ հանկարծ Սալադինը դարձավ տարածաշրջանի առաջին կառավարիչը, ում իսկապես հետաքրքրում էր այդ ամեն ինչը։ Նա ուներ տեսլական, հավատարիմ էր դրան եւ տասնյակ ժամեր անցկացնում էր աստվածաբանական վեճերում։ Եվ մեջ որ նա չափից դուրս լուրջ էր ընդունել Զանգիին, ում համար հավատը գլխավոր քաղաքական գործիք էր։ Սա համընկավ Սալադինի խոր ընտանեկան կրոնականության հետ եւ մեր հերոսը դարձավ տենց իսկական պալադին մուսուլմանական հավատի համար, կներեք այս բառախաղի համար։ Համենայն դեպս մուսուլման կենսագիրները նրան այդպես են ներկայացնում եւ նրա երիտասարդության մասին այլ տեղեկություններ չունենալու պատճառով ստիպված են ընդունել այս տարբերակը։ Եդեսիայի անկումը Եվրոպային բոլորին ահագին ցավացրեց ու քաղաքը վերադարձնելու համար Ֆրանսիայի ու Գերմանիայի թագավորները սկսեցին զորք հավաքել։ Բայց հենց սրանք հասան Պաղեստի, պարզվեց, որ դե Եդեսիան հեռու է, էլի, դա քիչ է թալանել են վերջերս։ Մի խոսքով այդ քաղաքի գնալու օգուտ вообще չկա։ Կարճ ասած, ալարեցին այդքան գնան ու կայացրին հնարավոր ամենաանիմաստ որոշումը։ Դե բա ավելի լավ եկեք Դամասկոսը վերցնենք։ Խաչակիրները ժամանակ խառնվեցին իրար ու փորձեցին իրենց եվրոպացի գործընկերներին բացատրել, որ ախպեր, Դամասկոսը տարածաշրջանում իրենց գլխավոր դաշնակիցն է ու ընդհանրապես դուք ով մեր դուշմանը չեք։ Ձեր արածը մեզ մենակ վնասելու է։ Բայց նրանց չլսեցին։ Կարճատև պաշարումն ավարտվեց պարտությամբ ու փախուստով։ Բայց դա մեզ տվեց մի լեգենդ, իբր թե այդ ժամանակ Դամասկոսում Սալադինը սիրավեպ ունեցավ ոչ ավելի ոչ պակաս Ֆրանսիայի թագուհի Էլեոնորա Ակվիտանցու հետ։ Դե բնականաբար հիմարությունը վասնզի Յուսուֆի հարազատներն իսկապես ապրում էին Դամասկոսում, բայց իրան դժվար թե այդ ժամանակ քաղաքում թողած լինեին։ Երկրորդ, դրա մասին ոչ մի պատմական փաստակ չկա ու առհասարակ երրորդ տարը Սալադինն այդ ժամանակ 11 տարեկան էր։ Իրականում պաշարումն ավելի կարևոր հետևանք ունեցավ Դամասկոսի բնակիչների համար։ Հիասթափություն երեկվա դաշնակիցներից։ Քաղաքն անցավ Նուրադդինի կողմը։ Իդեպ Դամասկոսի բանակը ղեկավարում էր Սալադինի հայրը, իսկ Նուրադդինի բանակը Սալադինի հորեղբայրը։ Եվ ընդհանրապես նրանք բոլորը բավական հեշտությամբ իրար մեջ կարողացան պայմանավորվել։ Հենց այդտեղ խաչակիրները հասկացան, որ իրանք մեծ խնդիրներ ունեն ու իրենց միթիկյա Պաղեստինի դեմ մեր գրեթե ամբողջ նախկին սելջուկյան կայսրությունը, ժամանակակից Սիրիան եւ Իրաքը։ Այդ ժամանակ հակամարտության երկու կողմերն հանկարծ հիշեցին Եգիպտոսին, որի հարստություններն ու ռեսուրսները կարող էին փոխել իրավիճակը։ Դες նայած թե ով առաջինը կհասցներ ձեռք գցեր։ Շիա Ֆաթիմյան խալիֆայությունը նենց բարդակ էր ստեղծել Եգիպտոսում, որ շունը տիոչը չէր ճանաչում։ Խալիֆները Լուիսի արագությամբ մեկը մյուսի հետևից բռնում էին հավերժի ճամփեն։ Իշխանության մյուս շրջանակներում գործերը նույնպես լավ չէին։ Վերջի խալիֆն այնքան երիտասարդ էր, որ նրա օրոք անմիջապես հայտնվեցին երկու վեզիր, մեկը գործող, մյուսը տենց վերջերս տապալված։ Հիմա թազա գահանկեց եղած իր օգնությունն առաջարկեց Նուրադդինին Եգիպտոսը նվաճելու համար, իսկ գործող վեզիրը խաչակիրներին Եգիպտոսը նվաճելու համար նորից։ Պատերազմը տևեց 5 տարի, 1163 թվականից։ Մուսուլմանները 3 անգամ ուղարկեցին այնտեղ Սալադինին եւ նրա հորեղբորը։ Առաջին անգամ նրանք առաջ անցան խաչակիրներից եւ տապալեցին վեզիրին, ու քանի որ այդ վեզիրի անունը մեզ չի հասել, նրան անվանենք եվրոպական Նիկոլ։ Այս Նիկոլը փորձեց
փորձեց տեղացի շիաների ապստամբություն կազմակերպել ներխուժած սունիների դեմ, բայց չկարողացան։ Ու գրեթե ոչ ոք նրան չմիացավ քիչ էր, դες Նիկոլին պահպանող գվարդիան պարզապես հանձնեց նրա գլուխը քաղաք մտած մուսուլմանական զորքերին։ Նիկոլի փոխարեն վեզի նշանակվեց մի ուրիշ մարդ, որի անունը նույնպես չի պահպանվել։ Նրան էլ անվանենք Սուրո։ Մեր ռեժիսոր Սուրոն չէ, ուրիշ։ Ու այդ արեցին, որ կարենա Եգիպտոսը հարկերով ծառաբեռնել ու կաթել։ Այդ փաստից օգտվելով եվրոպացիք սկսեցին նախընտրական քարոզարշավ անել ու խոստանալ ավելի ցածր հարկեր, կյանքի լավ պայմաններ, արագաչափերը կհանենք, թալանը կվերադարձնենք ու տենց էլի։ Այս Սուրը նույնպես անցավ իրենց կողմը ու Սալադինը հորեղբորեց ստիպված եղավ կրկին գնալ Եգիպտոս եւ երկար ձանձրալի մաշով ու անհետաքրքիր պատերազմ վարել։ Հենց այդ ժամանակ Սալադինն առաջին անգամ իրեն դրսևորեց ոչ միայն որպես փիլիսոփա եւ աստվածաբան, այլև որպես հիանալի զորահրամանատար։ Եվրոպացիները չկարողացան գրոհով վերցնել նրա պաշտպանած Ալեքսանդրիան, բայց այս պատմության մեջ ամենախնդալուն է նա, որ մտածեցին, ասին, հա դե լավ, յանի ինչի են կռվում, եկեք առնենք ու 50,000 ոսկով մուսուլմաններից առանք քաղաքը։ Լավ։ Ճիշտ է, մի տեսակ տարօրինակ ավարտ էր պատերազմի համար, բայց ընդունենք ու անցնենք առաջ։ Հիշում եք, որ ասեցի, որ եվրոպացիները ու իրենց վեզիր Նիկոլը խոստացել էին նվազեցնել հարկերը։ Դե դա ամբողջովին սուտ դուրս եկավ։ Նրանք Եգիպտոսից ռեսուրսներ էին քաշում, ուղղակի տենց ոնց կարողանում թալանում էին ու ի վերջո արժանացան տեղացիների լիովին արդարացված համընդհանուր ատելությանը։ Այնպես որ երբ Սալադինը հորեղբորետ երրորդ անգամ եկավ Եգիպտոս, խաչակիրները պարզապես ստիպված եղան նահանջել։ Այդ ժամանակ գտան վեզիր Սուրոին ու ցանկացան նշանակել տես խամաճիկ, բայց վերջին 5 տարում մեծացած երիտասարդ խալիֆն անմիջապես հրամայել կտրել Սուրոյի գլուխը։ Հա դուք ճիշտ եք հասկացել, քանի մուսուլմաններ ու խաչակիրները փորձում են երկիր մեջ անել, ինքը սաղ ընթացքում մնացել էր ձևական խալիֆ։ Լավ, մի խոսքով Սուրոյի փոխարեն վեզի նշանակվեց Սալադինի հորեղբայրը։ Եվ թվում էր, թե սա ամեն ինչի երջանիկ ավարտ է, բայց խիարը թարս աճեց։ Մեր սիրելի հորեղբայրը ընդամենը 2 ամիս անց բռնեց ու մեռավ արա պաշտոնական վարկածով ինչ-որ ինսուլտից։ Բայց այստեղ մի նրբություն կա, քանի որ այդ մահը դարձավ միայն առաջինը Սալադինի ճանապարհին, տես նմանատիպ մահերի շարքում, իսկ դրանք շատ էին։ Եվ նմանատիպ ես նկատի ունեմ կասկածելի, հանկարծակի ու Սալադինի համար ինչ-որ շատ ձեռնտու։ Օրինակ, այս դեպքում նրան նշանակեցին վեզիր հորեղբոր փոխարեն։ Ոչ մի ապացույց չկա, որ նա ինքն է սպանել հորեղբորը, բայց դա գիտեք ես հրաշալի զուգադիպություններ էլի։ Եգիպտական խալիֆը հավանաբար հաշվարկել էր, որ Սալադինի հետ ավելի հեշտ կլինի, քան նրա հորեղբոր հետ, բայց ճիշտ հակառակը դուրս եկավ։ Մեր հերոսը նրան ընդհանրապես հաշվի չէր առնում, անմիջապես կենտրոնացեց իշխանությունը իր ձեռքում եւ բոլոր կարևոր պետական պաշտոններում նշանակեց իր բազմաթիվ հարազատներին։ Խալիֆը հասկացավ, որ սրան պետք է արանքից հանել ու իր զորահրամանատարներին հրամայեց սպանել նոր վեզիրին։ Սալադինը բացահայտեց դավադրությունը եւ կտրեց դավադիրների գլուխները։ Հետո նրա դեմ ապստամբեց սուդանական գվարդիան, եգիպտական բանակի 50,000 սևամորթ մարտիկները, դրա ամենամարտունակ մասը։ Սկսվեց դաժան պատերազմ մայրաքաղաքի թաղամասերի այրումով, գերիների սպանությամբ ու նույնիսկ հեռավոր Սուդանի ավերումով, ուր Սալադինը բանակ ուղարկեց եղբոր գլխավորությամբ։ Այդ ապստամբությունն էլ ձախողվեց եւ երիտասարդ խալիֆը հանկարծ լեռիվ պատահաբար հիվանդացավ եւ մահացավ։ Իսկ Սալադինը դարձավ Եգիպտոսի սուլթան։ Իդեպ, գերագույն տիտղոսի փոփոխությունը կապված էր նրա հետ, որ Սալադինը լինելով ծագումով քուրդ սուննի էր եւ համապատասխանաբար ուներ իր սեփական սուննի խալիֆը, բայց դա ձևական էր, Սալադինն էր կառավարում։ Նուրադինը նրա նախկին շեֆը այդքան էլ ուրախ չէր, որ իր նախկին ենթական հանկարծ դարձավ իրեն ուժով հավասար։ Էլ չասած, որ Սալադինի սուլթան տիտղոսն ընդհանրապես ավելի բարձր էր, քան Նուրադինի Աթաբեկ տիտղոսը։ Նրանց հարաբերություններն անմիջապես փչացան ու Նուրադինը անընդհատ կանչում էր Սալադինին թեյելու, որ իբր նաև հարաբերությունները շտկեն։ Բայց նա ինչ-որ պատճառով տենց անընդհատ չէր ցանկանում գնալ, մերժում էր։ Իսկ նոր սուլթանի հետ պատերազմել Աթաբեկը հեշտ չէր ուզում, նա արդեն պատերազմում էր ֆրանկների եւ որոշ մուսուլմանների հետ, այնպես որ ընդհանրապես դրա ժամանակը չէր։ Այդ երկիմաստ իրավիճակը տևեց մի քանի տարի, հետո հանկարծ Նուրադինը էլի տենց շատ պատահաբար հիվանդացավ ու մահացավ։ Դե գիտեք ինչպես սովորաբար պատահում է նրանց հետ, ովքեր այդքան էլ հարմար չեն Սալադինին։ Նուրադինը մի հատ ժառանգ ուներ, որը 11 տարեկան էր, որի շուրջ անմիջապես սկսեցին հավաքվել բոլոր նրանք, ովքեր ուզում էին դառնալ երիտասարդ Աթաբեկի խնամակալը, ու ամենաարագը բնականաբար Սալադինն էր։ Նա բանակով գնաց Սիրիա, որտեղ քաղաքները մեկը մյուսի հետևից բացում էին իրենց դարպասները նրա առաջ։ Իսկ դժբախտ տղան փախչում էր քաղաքից քաղաք, երևի կասկածել են, որ Սալադինի հոգատարությունը դեռ այդքան էլ լավ չի անդառնա իր մանկական առողջության վրա։ Ի վերջո ժառանգը ապաստան գտավ Հալեպում, որի բնակիչները չհանձնեցին նրան։ Սալադինը շրջափակեց քաղաքը եւ այնտեղ հանկարծ նրա վրա մահափորձ կատարվեց եւ ոչ թե որևէ սովորական մեկի, այլ հայտնի ասասինների կողմից։
Պատմում, որ այդ մահափորձն այնքան վախեցրեց մեծ զորահրամանատարին եւ սուլթանին, որ նա դադարեցրեց պաշարումը եւ հեռացավ։ Իրականում իհարկե դա այլ պատճառով տեղի ունեցավ։ Ալադինը այդքան էլ չէր սիրում քաղաքներ պաշարել։ Նախ, ես դեռ կպատմեմ թե ինչու, եւ երկրորդ, նրան պատերազմ հայտարարեց Մոսուլի կառավարիչը եւ պետք էր զբաղվել այդ ավելի արդիական խնդրով։ Մոսուլի բանակները ջախջախելով Սալադինը խաղաղություն կնքեց Հալեպում։ Իսկ 6 տարի անց Նուրադինի ժառանգը հանկարծ նորից հիվանդացավ եւ մահացավ։ Սալադինն այդ ընթացքում հասցրել էր իր իշխանությունը տարածել հսկայական տարածքների վրա, Կարթագենից մինչև Բաղդադ, Մեքքայից մինչև Միջագետք։ Իսկ երիտասարդի մահից հետո նրա կայսրությանը միացան նաև Հալեպն ու Մոսուլը։ Բնականաբար այդ ամբողջ միավորումը տեղի չունեցավ առանց արյունահեղության։ Պարզապես այդ անվերջ պաշարումների, պատերազմների եւ մարտերի մասին պատմելը շատ ձանձրալի կլիներ։ Հիշեք, որ Սալադինը թեև պատմության մեջ հիշվել է որպես խաչակիրների գլխավոր թշնամի, իր կյանքի մեծ մաս իրականում պատերազմել է հավատակից պետությունների, մուսուլմանների դեմ։ Իսկ ինչով էին զբաղված այդ ժամանակ խաչակիրները։ Պատրաստվում էին վերահաս պատերազմին ու օր-օրի հզորացող թշնամու հարձակմանը, ոնց որ մենք էլի, բայց չէ, իրենք զբաղված են իրար միս ուտելով, որ պարզեն թե ով է իրենց ամենագլխավորն ու պապից ավելի կաթոլիկ։ Դե ոնց որ հիմա մենք էլի։ Իրենք էլ ունեին անհաջող կառավարիչ։ Երուսաղեմի թագավորական գահը զբաղեցրեց Բալդուին 4-ը, որը հիվանդ էր բորոտությամբ։ Իրեն դուք կիմանաք այս կինոից, որի կտորները տարածում են TikTok-ում տենց պաթոսախառը ցիտատներով։ Ազնվական խաչակիրների մի մասը սկսեցին իրար միս ուտել, թե ով պիտի դառնա երիտասարդ արքայի խնամակալը։ Իսկ մյուսները պարզապես անտեսեցին թագավորական իշխանությունը ու ինչ ուզում անում էին։ Ամենավառ խաչակիրը այդ սեպարատների մեջից Ռենո դե Շատիլյոնն էր։ Ֆրանսիացի էր, Պաղեստիներ եկել երկրորդ խաչակրած արշավանքի կազմում եւ դրա ջախջախումից հետո որոշել էր մնալ այդտեղ։ Դա հիշվեց որպես դարաշրջանի գլխավոր խառնակիչ։ Թեև այդ պատերազմներում ամեն ինչ պատտվում էր կրոնի շուրջ, Ռենո դե Շատիլյոնը կարողացավ դրսևորել իրեն որպես զարմանալիորեն ոչ կրոնական մարդ։ Սկզբում նա գերեվարեց Անտիոքի լատինական պատրիարքին, խոշտանգեց նրան, ընկավ մուսուլմանների գերության մեջ եւ 15 տարի անցկացրեց այնտեղ։ Վերադառնալով եւ կրկին բարձր կարգավիճակ ձեռք բերելով նա հորինեց գերագույն նախագիծ ներթափանցել Արաբիա, ոչնչացնել Մադինայում նստած անիծյալ ուխտապանին, այսպես է նա անվանում Մուհամեդի գերեզմանը, եւ հողին հավասարեցնել Մեքքայի Սուրբ Կաաբան։ Դրա համար նա միջերկրական ծովից կարմիր ծով տեղափոխեց մի քանի ապամոնտաժված նավեր, այնտեղ դրանք հավաքեց եւ նավարկեց դեպի Արաբիայի ափեր։ Իհարկե այդ պլանը լավ ավարտ չունեցավ։ Մուսուլմանները բավական հեշտությամբ հասան նրանց, ջախջախեցին եւ գերեվարեցին։ Թեև Ռենոյին հաջողվեց փախչել, գերիներին տարան Մեքքա, որտեղ նրանց սպանեցին։ Իսլամի տեսանկյունից դա հավանաբար այնքան էլ լավ չէր, քանի որ չափազանց նման էր մարդկային զոհաբերություններին, որոնք մարգարեն խստիվ արգելել էր, բայց հուզական տեսանկյունից ամեն ինչ օքեյ էր։ Ռենոյի արարքներն իսկապես համահանեցին։ Սալադինն այդ նվերից լիովին օգտվեց։ Դա դարձավ վճռական հարձակման պատճառ Երուսաղեմի թագավորության վրա։ 1187 թվականին հնչեց ջիհադի կոչը եւ մուսուլմանական աշխարհի բոլոր ծայրերին զորահավաք սկսվեց։ Երուսաղեմում նույնպես զորահավաք հայտարարեցին, հավաքվեց հսկայական բանակ։ Ավելի խելացի եւ փորձառու խաչակիրները խորհուրդ էին տալիս պաշտպանություն կազմակերպել, հենվելով իրենց բազմաթիվ ամրոցների վրա։ Խաչակրած պատերազմները սովորաբար լի էին ամրոցների պաշարումներով եւ բաց դաշտում հակառակորդները հազվադեպ էին հանդիպում։ Բայց այս անգամ խաչակիրների գլուխը պատատվեց տենց իրաց բանակի թվից ու մտածեցի հայանխի չէ որ։ Միայն աշխարհիկ ասպետներն այդ ժամանակ բանակում 12000 էին, դեռ կային վանական ասպետներ, տաճարականներ եւ հոսպիտալյարներ, կամավորներ, վարսկաններ եւ իհարկե ամենակարևորը ճշմարիտ խաչը, որի վրա խաչվել էր Քրիստոսը։ Դե ինչպես կարելի է պարտվել, բայց պարզվեց, որ լավ էլ կարելի է, որովհետեւ լավ, մի խոսքով, ջրից զուր կանապատով ձգվող խաչակիրների շարությունը Սալադինի զորքերը դարնակալեցին Հաթինի մոտ։ Ի վերջո շրջապատելով, ջրի աղբյուրներից կտրելով եւ հերվից գնդակոծելով նրանք ամբողջությամբ եւ նվաստացուցիչ կերպով ոչնչացրին Երուսաղեմի բանակը։ Հրամանատար Գիին եւ թագավորին բերեցին Սալադինի վրան։ Առաջինն նա հյուրասիրեց Շերբեթով, ինչպես հայտնի է աղբյուրներից, իսկ երկրորդին պարզապես գլխատեց գրեթե տեղում։ Դրան գումարած նաեւ գլխատեցին մոտ 200 տաճարականների եւ հոսպիտալյար ասպետների, քանի որ նրանց առաջարկեցին ընդունել իսլամը, բայց նրանք որպես տենց օրինավոր քրիստոնյաներ եւ ասպետներ բնականաբար հրաժարվեցին, ինչի համար էլ գլխով վճարեցին։ Բավականին հետաքրքիր էր մուսուլմանների կողմից գրաված ճշմարիտ խաչի ճակատագիրը, քանի որ հետո քրիստոնյաները երկար ժամանակ դες փորձում էին այն հետ գնել Սալադինից կամ ինչ-որ բանով փոխանակել, բայց Սալադինը համառորեն հրաժարվում էր։ Թեև կարծես ժամանակ առ ժամանակ ցույց էր տալիս այդ խաչը որոշ կարևոր գերիների։ Հետո այդ խաչը ինչ-որ հրաշքով հայտնվեց Դամասկոսում, հետո այն տեսան Բաղդադում, հետո այն իհայտ եկավ Կոստանդնուպոլսում եւ քրիստոնյա
վանականները շփոթվեցին փորձելով հետևել այդ անհավանական մասունքի ճանապարհորդություններին։ Հիմա իհարկե բոլորին պարզ չէ, որ դրանք տարբեր խաչեր էին, բայց բնականաբար բոլորը միանշանակ ճշմարիտ էին։ Հաթինի ջախջախումը թուլացրեց Երուսաղեմի թագավորությունը եւ նրա անկումն անխուսափելի դարձավ։ Սալադինի առաջխաղացումն ավելի շատ նման էր հաղթական երթի, քան ասենք նվաճման։ Ամրոցներն ու քաղաքները բացում էին եզդարպաստերը նրա առաջ։ Այստեղ արժե մի քանի խոսք ասել Սալադինի հայտնի ասպետական վարքի մասին։ Նա միշտ ազատ էր արձակում իրեն հանձնված ասպետներին, առանց որևէ գլխագնի։ Միայն խոսք վերցնելով, որ նրանք այլևս չեն կռվի իր դեմ եւ կվերադառնան տուն, Եվրոպա։ Գրեթե բոլոր ասպետերը խաբում էին նրան եւ պարզապես տեղափոխվում էին հանձնված ամրոցից չհանձնված, այտենց ամրապնդելով այնտեղի կայազորը։ Այնուամենայնիվ Սալադինը չէր փոխում իր քաղաքականությունը եւ շարունակում էր ազատ արձակել նրանց, ովքեր առանց կռվի հանձնում էին ամրոցները։ Հետո բազմաթիվ կենսագիրներ հատորներով կհիանան այդ արարքով։ Ահա, թեև թշնամիները խոզեր էին, սուլթանը չէր ընկնում նրանց մակարդակին։ Քրիստոնյաների համար այդ ազնվականությունը զարմանալի էր, սակայն դրան շատ գործնական պատճառ կար։ Սալադինը չափազանց չէր սիրում պաշարումները, եւ դա հասկանալի է, քանի որ պաշարումը ընդհանրապես այդ ժամանակներում շատ ծանր գործ էր։ Պաշարման ժամանակ գլխավոր դերակատարները փորողներն էին, մինչդեռ բանակի մնացած մասը ըստ էության անգործության էր մատնված։ Իսկ երբ զինվորները անգործ են, նրանք սովորաբար սկսում են խմել, ինչ-որ բան գողանալ, ինչ-որ մեկին բռնաբարել կամ որ ավելի վատ դասալքել բանակից, եւ այդ ամենը հաճախ միաժամանակ էր տեղի ունենում պաշարումների ժամանակ։ Պաշարող բանակները հաճախ պարզապես ցրվում էին։ Սալադինը չէր կարող իրեն թույլ տալ այդքան երկար պաշարումներ, քանի որ այդ դեպքում Երուսաղեմի թագավորության նվաճումը կձգվեր մի ամբողջ հավերժություն։ Այդ պատճառով նա դրսևորում էր իր մինչև հիմարության հասնող ազնվականությունը, ազատ արձակելով պաշարվածներին։ Եվ այդպես շուտով գրեթե ամբողջ թագավորությունը հայտնվեց նրա իշխանության տակ։ Քրիստոնյաների մոտ մնացին միայն երկու քաղաք՝ Տյուրոսը եւ Երուսաղեմը։ Լավ կլիներ նախ վերցնել առաջինը, եվրոպական կարևոր նավահանգիստը, բայց հեշտությամբ պայմանավորվել չհաջողվեց։ Այնպես որ Սալադինը թքեց Տյուրոսի վրա եւ գնաց դեպի Երուսաղեմ։ Դա իհարկե դեռ նրան շատ կվնասի։ Երուսաղեմի գրավման մասին բոլորը սիրում են հիշել, որ մուսուլմանները այնտեղ կոտորած չեն կազմակերպել։ Կարելի ասել, որ երբ խաչակիրները գրավեցին քաղաքը, նրանք այդպես այնպես զվարճացան, որ ըստ ականատեսների նկարագրությունների չսալապատված փողոցներում արյունը խառնվում էր ցեխին, իսկ շուրջ բոլորը մարդկային մարմինների կտորներ էին ընկած։ Բայց երևի խնդիրը ոչ թե նրանում է, որ խաչակիրները վատն էին, իսկ սալադինցիները լավը։ Խաչակիրները Երուսաղեմը գրավեցին գրոհով, իսկ սալադինցիներին այն հանձնվեց։ Միջնադարյան պատկերացումներով կոտորածը համարվում էր անօրինականություն հանձնված քաղաքում։ Իսկ եթե քաղաքը չէր հանձնվում եւ գրավում էր գրոհով, գրոհողներն իրավունք ունեին անել բնակիչների հետ ինչ ցանկանում էին։ Տիպիկ ձեզ առաջարկել են խաղաղ ճանապարհով, չէ՞։ Եվ դեպ Սալադինը իսկապես մտադիր էր Երուսաղեմում մի փոքր հոգին հանգստացնել, այսպես ասած։ Նա ցանկանում էր քաղաքը վերցնել գրոհով եւ այնտեղ իրեն ազատություն տալ։ Նա գիտեր, որ Երուսաղեմը պաշտպանում են ընդամենը 3 ասպետ եւ մի խումբ ժողովուրդ։ Կայազոր չէ։ Սակայն պաշտպանները բացատրեցին նրան, որ եթե մուսուլմանները ներխուժեն պատերից ներս, քրիստոնյաները նախ կսպանեն 5000 մուսուլման գերիների, հետո կքանդեն եւ կպղծեն բոլոր մսկիթները, իսկ հետո կմեռնեն մարտում, ինչպես վայել է ասպետներին։ Սալադինն այդ հեռանկարը այդքան էլ դուր չեկավ եւ ստիպված եղավ բանակցել։ Այդ պատմությունն ավելացրեց նրա ժողովրդականությունը, քանի որ նա չքանդեց գլխավոր քրիստոնեական սրբավայրերը՝ Տիրոջ գերեզմանը եւ հոսպիտալիարների հիվանդանոցը։ Մինչդեռ իր ժամանակին խաչակիրները մտնելով Երուսաղեմ իսլամի երկրորդ ամենակարևոր մզկիթում ախորներ էին սարքել։ Թե միջնադարյան ազնվականության չպետք է գերագնահատել։ Եթե քաղաքը հանձնվում էր եւ նրա բնակիչներին խնայում էին, կոտորած չէր սկսվում, դա դեռ չէր նշանակում, որ բնակիչների համար դա ամեն ինչ լավ էր։ Սալադինը համեմատաբար փոքր փրկագին սահմանեց 10 ոսկի մեծահասակ տղամարդու համար, իսկ կանանց ու երեխաների համար որոշ զեղչեր կային։ Այնուամենայնիվ բազմաթիվ աղքատների մոտ այդպիսի գումար չկար։ Այդպես սկսվեց ազնվականության շուկան։ Տարբեր ազնվական ասպետներ սկսեցին փրկագին տալ սովորական մարդկանց համար եւ նույնիսկ Սալադինն իր եղբոր հետ 1000 ոսկի տվեցին գերիներին հետ գնելու համար։ Մնացածներին փրկելու համար կարելի էր օգտագործել եկեղեցու փողերը։ Բարեբախտաբար Երուսաղեմի պատրիարքի մոտ ոսկին անհաշվելի էր, բայց նա եկեղեցուց հանեց տոննաներով ոսկե եւ արծաթեյրեր, վճարեց իր համար նույն 10 ոսկին եւ ոչ մի մետաղադրամ չտվեց աղքատներին փրկելու համար։ Երբ Սալադինին հայտնեցին այդ ծեր խաբեբայի մասին, նա պատասխանեց. Ինչ կարող ես անել, եթե նա այդպիսի անխեղճ մարդ է։ Պատրիարքին նա ազատ արձակեց, իսկ 15000 աղքատներին, ովքեր չկարողացան իրենց համար փրկագին վճարել, վաճառեց ստրկության։
Երուսաղեմի անկումը ցնցեց Եվրոպան, քանի որ Սալադինին դեռ չէին հերոսացրել։ Նրա հակառակորդները անմիջապես սկսեցին նամակներ ուղարկել Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Բարբարոսային, սարսափելի պատմություններով, թե ինչպես Սալադինը իբր փորձել էր այրել Երուսաղեմում Սուրբ խաչը, բայց չի կարողացել, քանի որ այն չափազանց սուրբ էր, էլի։ Անգլիայում եւ Ֆրանսիայում ներմուծվեց Սալադինի հարկը, առաջին արձանագրված եկամտահարկերից մեկը։ Յուրաքանչյուրը վճարում էր իր եկամուտների եւ շարժական գույքի արժեքի 10%-ը։ Ինչպես ասում են, պետությանը միայն պատրվակ տուր նոր հարկ սահմանելու համար։ Իդեպ, շարժական գույքի մեջ ներառվում է նաեւ գարեջուրը։ Պարզապես պատկերացրեք, թե որքան ատեցին Սալադինին անգլիացիները գարեջրի հարկը ներմուծելուց հետո։ Հայտնի է, որ Անգլիայում հավաքվեց 70,000 ֆունտ ստերլինգ քրիստոնյաներից եւ 12,000 հրեաներից։ Ժամանակակից փողերով դա մոտ 150 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Հարկից ազատվում էին միայն նոր խաչակրած արշավանքի մասնակիցները։ Դա լրացուցիչ խթան էր մարդկանց այդ արշավանքին մասնակցելու համար։ Իդեպ գրանցվում էին շատերը։ Եվրոպական ասպետության ամբողջ սերուցքը գնաց կրկին հետ գրավելու սուրբ քաղաքը մուսուլմաններից։ Արշավանքը գլխավորեցին եվրոպական 3 գլխավոր թագավորները՝ ֆրանսիացի Ֆիլիպ Օգյուստը, անգլիացի Ռիչարդ Արույծասիրտը եւ գերմանացի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսան։ Դա միջնադարյան Dream Team-ն էր, գրեթե սուպեր խումբ, բայց դա գիտեք, սուպեր խմբերի մեծ մասը ձախողվում է, եւ Ֆրիդրիխը խեղդվեց միջև ծնկները հաստող գետում, ինչպես ասում են, զգույշ եղեք ծանր զրահաներով լողալիս։ Մնացած երկու թագավորները ժամանեցին Պաղեստին, երբ այնտեղ արդեն վաղուց ընթանում էր Ակրա քաղաքի ծանր պաշարումը քրիստոնյաների կողմից։ Սալադինի կողմից չոչնչացված Տյուրոսի պաշտպանները պաշարել էին այդ կարևոր նավահանգիստ ամրոցը, իսկ նրանց իրենց հերթին պաշարել էր Սալադինը։ Ռազմական գործողությունները ձգվեցին 3 տարի։ Երկու կողմերին էլ արժեցան հսկայական զոհեր եւ ընթանում էին տենց առաջին համաշխարհային պատերազմի ճակատային նման ծանր պայմաններում՝ խրամատներ, առնետներ, կեղտ, դիզինտերի, անվերջ բախումներ եւ շատ զոհեր եւ շատ քիչ օգուտ։ Երբ Ֆիլիպն ու Ռիչարդը հայտնվեցին Ակրայի մոտ, նրանք նախ հիվանդացան եւ քիչ մնում մեռնեին, բայց հետո տես վերադարձան, ցույց տալով տեղացիներին ինժեներական հրաշքները։ Եվ Ակրան հանձնվեց այն պայմանով, որ խաչակիրներին վճարվեր 200,000 ոսկե դինար, ազատ արձակվեր 1600 գերին եւ վերադարձվեր ճշմարիտ խաչը։ Ընդ որում, սուլթանի հետ այդ պայմանները ոչ մեկ չէր քննարկել։ Խաչը նա ընդհանրապես չէր ուզում տալ, իսկ գերիներին ու ոսկին պատրաստ էր տալ միայն Ակրայի բոլոր բնակիչների ազատման դիմաց։ Սկսվեց վեճ։ Երիտասարդ թագավոր Ռիչարդը կորցրեց համբերությունը եւ հրամայեց մահապատժի ենթարկել եւ գլխատել բոլոր գերիներին 3000 մարդ։ Իդեպ չեմ կարծում, որ դրանով որևէ մեկը նույնիսկ դահիճները ուրախ էին։ Տարբեր աղբյուրների համաձայն այդ մահապատիժը տևեց 1-ից մինչև 3 օր։ Եվ դրանից անշուշտ ուրախ չէին նաև բոլորովի պատահական քրիստոնյաները, ովքեր առաջիկա օրերին հայտնվեցին Սալադինի աչքի առաջ։ Թարգմանիչներ, падգամավորներ, Ամազոնի պատահական առաքիչներ, քանի որ Սալադինը նրանց բոլորին ուղարկեց այն աշխարհ։ Ֆրանսիացի թագավոր Ֆիլիպը, ում Ռիչարդի հետ հարաբերությունները տենց լավագույնս կարելի է նկարագրել փոխադարձ ամբողջական ատելություն արտահայտությամբ, նավով վերադարձավ Եվրոպա, իսկ Ռիչարդը ձեռնարկեց ծանր արշավ դեպի Երուսաղեմ, ափի երկայնքով, մուսուլմանական նետաձիգների չդադարող կրակոցների ներքո։ Խաչակիրները անցան ավելի քան 100 կիլոմետր եւ նույնիսկ ջախջախեցին թշնամուն Արսուֆի ճակատամարտում, բայց արդեն խոր աշուն էր եւ Սալադինը տուն արձակեց իր զորքերի մեծ մասը։ Դա ֆեոդալիզմ էր եւ մարտիկները իրենց տերերին ծառում էին միայն տարվա որոշակի ժամանակ։ Ռիչարդը ուրախացավ, որ սա իր շանսն է գրավելու սուրբ քաղաքը եւ անմիջապես արշավ սկսեց դեպի Պաղեստինի խորքերը, բայց շատ արագ պարզ դարձավ, թե ինչի տեղացիները ձմռանը չեն կռվում։ Դեկտեմբերին անձրև սկսվեց։ 4 պաղեստինյան հողը վերածվեց ճահճի։ Խաչակիրների առաջխաղացումը խրվեց այդ ցեխի մեջ եւ նրանք ֆիզիկապես չկարողացան հասնել Երուսաղեմ։ Նրանք նույնիսկ տեսան քաղաքը հեռվից, բայց հասնել դրան անհնար էր։ Մեկ տարի անց Ռիչարդը եւս մեկ փորձ արեց, բայց ստիպված եղավ հետ դառնալ եւ քաղաքին ընդամենը 12 մղոն էր մնացել։ Հուսահատությունից Ռիչարդը Սալադինին առաջարկեց արդեն բոլորովին խելահեղ նախագծեր, օրինակ իր քույրը կամուսնանա Սալադինի հետ եւ քաղաքը կդառնա քրիստոնեական, կառավարվելով քրիստոնյաների կողմից, բայց դե յուրե կմնա սուլթանի վերահսկողության տակ։ Ու ընդհանրապես նմանատիպ լիքը ապուշ առաջարկներ, որոնցից Սալադինը քաղաքավարի կերպով հրաժարվեց։ Այդպես Ռիչարդը նավով հեռացավ Պաղեստինից։ Դատարկաձեռը։ Իսկ Սալադինը վերադարձավ Դամասկոս, որտեղ մեկ տարի անց 1193 թվականի մարտի 4-ին մահացավ։ Նրա կենսագիր Բահաուդդինը հիասմունքով գրում է, որ Սալադինը իրենց հետո թողեց ընդամենը 47 սիրիական դիրհամ եւ 1 ոսկե ձուլակտոր։ Բայց իրականում զարմանալի չէ այդ զսպությունը, քանի որ ինչով է ինչի համար էին Սալադինին անհրաժեշտ հսկայական ազդական միջոցներ, եթե նա միշտ մուտք ուներ իր հսկայական պետության գանձարան։ Նրան թաղացին առանց ինչ-որ ձևականությունների, համեստ փայտե դագաղում, ինչպես նա կտակել էր։
Բայց նրա պատմությունն այդ պահին չավարտվեց եւ միայն սկսվեց։ Երրորդ խաչակրաց արշավանքի մասնակիցները Եվրոպա վերադարձան պարտությամբ եւ կանգնեցին այդ պարտությունը ինչ որ ձև բացատրելու անհրաժեշտության առաջ եւ հանկարծ թշնամու հանճարը դարձավ հիանալի արդարացում։ Երրորդ արշավանքի տարեգիրները սկսեցին պատկերել Սալադինին որպես ազնվական եւ արժանի հակառակորդ, մարդասեր կառավարիչ եւ ապշի իմաստուն մարդ։ Նրա հարաբերությունները Ռիչարդի հետ բավականին յուրօրինակ էին։ Իրականում Ռիչարդն ավելի շատ ընկերություն էր անում Սալադինին եղբորը, իսկ Սուլթանի հետ անձամբ երբեք չէր հանդիպել։ Նրանք շփվում էին նամակագրությամբ, ընդ որում բավականին քաղաքավարի։ Ամեն դեպքում նրանց հարաբերությունները դարձան ասպետական վերաբերմունքի օրինակ թշնամու նկատմամբ։ Ընդ որում, որքան ուշ էր գրված ստեղծագործությունը, այնքան ավելի էր զարգանում այդ թեման։ Օրինակ, 13-րդ դարի ստեղծագործություններում Սալադինը ներկայացվում է որպես կառավարիչ, ով թեև մկրտված չէ, բայց օժտված է բոլոր քրիստոնեական առաքինություններով։ Պետք է չէ ինչ-որ կերպ բացատրել, թե ինչու մուսուլմանը հաղթեց քրիստոնյաների դեմ պատերազմում։ Ահա տեսեք, իրականում նա ավելի մեծ քրիստոնյա է, քան նրանք։ Իսկ 14-րդ դարում այդ պատմությունը հասցվում է տրամաբանական կատարելության ուղղակի։ Հայտնվում է սյուժեներ, որոնցում Սալադինն ընդունում է քրիստոնեություն եւ ասպետական երթումներ տալիս, դառնալով այսպես ասած խաչակիր։ Ի վերջո Դանթեի աստվածային կատակերգությունում Սալադինը նստած է դժոխքի առաջին շրջանում, առաքինի հեթանոսների հետ, ինչպիսիք են Պլատոնը, օրինակ, իսկ Վալտեր Սքոթի մոտ նա նույնիսկ բուժում է Ռիչարդ Արյուծասիրտին։ Մուսուլմանական աշխարհում նրա մասին հիշողությունը ձևավորվեց այլ կերպ։ Նրա հիմնած Այուբյան դինաստիան բավականին արագ խրվեց ներքին կռիվների մեջ եւ մոտ կես դարած ընդհանուր առմամբ ուղղակի անհետացավ տեսադաշտից։ Ոչ ոք չմնաց, որ փառաբաներ եւ գովերքեր Սալադինին։ Ավելին, մուսուլմանները շուտով մոռացան խաչակրաց արշավանքների ամբողջ դարաշրջանը։ Խաչի մարտիկների մասին առաջին գիրքը արաբերեն լեզվով հրատարակվեց միայն 19-րդ դարի երկրորդ կեսին եւ դա նույնիսկ մուսուլման հեղինակի ինքնուրույն աշխատանք չէր, այլ ֆրանսիական ստեղծագործության թարգմանություն ուղղակի։ Միջնադարյան պատմության գլխավոր իրադարձությունը մուսուլման պատմաբանների համար երկար ժամանակ մնաց ոչ թե խաչակրաց արշավանքները, այլ մոնղոլական ներխուժումը, որը շատ ավելի մեծ ցնցում առաջացրեց Մերձավոր Արևելքում։ Սակայն 20-րդ դարում մուսուլման կառավարիչները վերջապես գիտակցեցին այս թեմայի ողջ քարոզչական ներուժը, բոլոր մուսուլմանների միավորում, իդեալական կառավարիչ, ով կառավարում է երկաթե ձեռքով, պաշտպանություն եվրոպացի քրիստոնյաներից, կրոնական ֆունդամենտալիզմ եւ օրթոդոքս սուննիզմ։ Ֆուլ փաթեթ էլի։ Գրքեր սկսեցին հրատարակել մեկը մյուսի հետևից Սալադինի կերպարը որպես իդեալական կառավարիչ, տես ներկայացվում էր ով միավորեց բոլոր հնարավոր մուսուլմաններին, անկախ նրանց լեզվից եւ բնակության վայրից, ընդդեմ անիդեալ քրիստոնյաների։ Դարձավ շատ հարմար բազմաթիվ մուսուլմանական կառավարիչների համար։ Եվ իհարկե, այդ թեման հատկապես սրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ամենը դարձավ արդիական Իսրայել պետության ծնունդից հետո, որպես արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարի եւ Սուրբ Հողը վերադարձնելու գործում օրինակելի կերպար Սալադինին հարգում էին օրինակ Գամալ Աբդել Նասերը, Ուսամա Բեն Լադենը եւ Սադամ Հուսեյնը։ Վերջինս ընդհանրապես ստեղծեց Սալադինի պաշտամունքը, քանի որ նրանք ծնվել էին նույն քաղաքում, Տիկրիտում, եւ զուգահեռներն ակնհայտ էին։ Թեև դա Սադամին չխանգարեց կոտորածներ կազմակերպել քրդերի դեմ, որոնց ծագումով պատկանում էր նաեւ հայտնի Սուլթանը։ Եվ ինչը կարող է ավելի վառ պատկերել, թե ինչպես է աշխատում պատմական քարոզչությունը։ Այսքանը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան էջին, սեղմեք լայք եւ մեկնաբանություններում գրեք, թե ելում մասին ցանկանայիք հաղորդում լիներ։ Ciao։